Իսկ ինչ է տեղի ունեցել 3 կամ առաջի օրը հանրային եթերում կարծում եմ պատվարժան դատարան ոչ ոք չի ասում ոնց կարող է հոգևորականը պլանավորի որ Հայաստանի մայրաքաղաքի մի մասի կամ հանրապետության էլեկտրական մատակարարումը դադարեցնի սաբոտաժ անի երթևեկությունը կասեցնի խոսի մարդկանց պատերի տակ գնդակահարելու մասին սա ասում է մի մարդ եւ դրանից առաջ այո ասում է որ սա աշխարհում ռադիկալ իսլամիզմին է նմանեցնում եւ խոսում է հայ եկեղեցու մասին որպես օտար պետություն պետության մեջ ուղղակիորեն առնչակցելով այս ամբողջ գործընթացին ռադիկալ իսլամիզմ անվարում է մեկը ինձ կոնկրետ այո այդպես է ով ինքը իր վարկով ծայրահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի ամբողջության մեջ մյուս բաները չասեմ մեղադրում է մի գործական լինելու մեջ ում խմբակում անունով ազգանունով գործակալ կա, որը չի հերքվել եթե պետք է անուն էլ ասեմ չի հերքվել ուղղակի մեզ մեղադրում է ասելով որ ժողովուրդը մերժեց ժողովուրդը չմերժեց ժողովրդին դու ռմբահարեցիր բանտարկեցիր ամենավերջին աստիճան խաղաղ ցուցարարներին օտար զավթիչի պես դուք ձևակերպեք ինչ է նշանակում այս բանաձևումը հանրապետության էլեկտրական մատակարարում դադարեցում սաբոտաժ երթևեկության կասեցում մարդկանց գնդակահարելու մասին ռադիկալ իսլամիզմն էլ նվեր հիմա ինչ ասած հոդված չի Հայաստանի Հանրապետության թիվ 1 պաշտոնյան կամ երկրորդ գոնե ուղղորդողը ինքն է խոսում այս մասին